մեկ-մեկ լինում է, որ սիրում ես հայրենիքը, բայց այդքան էլ համաձայն չես պետության հետ։ Դա էլ է։ Գործիչը, մշակույթի գործիչը ողնաշարով է զգում այդ սիգնալը։ Ինչ է ինձ տալիս այդ կոչումները։ Ինչ։ Եթե Վերաբերմունք գուցե։ Վերաբերմունքը ժողովրդի կողմից դու նենց էլ զգում ես քո դահլիճում, զգում ես այդ ծափարությունների մեջ, այն վառվող աչքերը, որը որ նայում է քեզ։ Դիլետանտիկ վիճակում են քո պատկերացումները եւ դու ինչ որ բան ես գնում ասում մարդկանց, ովքեր որ իրենց ամբողջ կյանքի գործն է դա։ Ու իրեն թույլ է տալիս կանգնացնի ամբողջ մի դերասանական կազմ է։ Եվ բեմի վրա եւ բեմից դուրս ինքը շարունակում է դերասան լինել։ Ու դրա համար էլ մեզ մոտ կարող ես տեսնես, ասենք 40-անց, 50-ին մոտ կամ 50-անց Ռոմեոներ։ Շատ ծեր Համլետներ։ Բանաստեղծից պահանջես կոնկրետ գրի SS լինի էլի, այո։ Այս մարդը այսօր անում է Պեպո, վաղ ուզում անի Համլետ։ Այո։ Բայց գրել է պատվի համար ու հանգարց իրան չի կարելի։ Պարոն Թոխացյան, ես այս վերջին շրջանում լսում եմ ռուս երաժշտագետ մշակութաբան Միխայել Կազինիկին, ով մի շատ հետաքրքիր արտահայտություն արել տարիներ առաջ Ռուսաստանի դաշնային ժողովում, ասելով, որ եթե բյուջեի պլանավորման մեջ առաջին տողը լինի մշակույթը, կամ առնվազն եթե 1%-ով ավելացվի պետության ներդրումը մշակույթի մեջ, դա համազոր կլինի, որ 15%-ով ներդրում լինի առողջապահության մեջ, 25%-ի ներդրում լինի կրթության մեջ։ Բնականաբար այդ տոկոսները ըստ էության Կազինիկը չի հաշվարկել, բայց այստեղ կարծում եմ, որ տրամաբանություն կա, մշակույթը ցավոք սրտի առաջնահերթություն չի համարվել պետության առաջնահերթությունների ցանկում։ Եվ այսօր ես շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք եւ քննարկենք մշակույթի հետ կապված կարևոր հիմնախնդիրներ, օգնենք մի շարք կարևոր հարցերի, որոնք եւ մեր մշակույթի ոլորտի գործիչներին են հուզում եւ ընդհանրապես մեր հանրությանն են հուզում, այդ հարցերի պատասխանները փորձենք իրար հետ ձևակերպել։ Հարգելի հայրենակիցներ, այսօր Հայաքվե հիմնասյուներ մեր զրույցի հերթական թողարկմանը մեզ հետ է սիրված դերասան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխացյանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, պարոն Թոխացյան, հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ռուս գործիչի արտահայտած մտքի հետ ամբողջովին համաձայն եմ։ Ճիշտ է, ես էլ այդ առանձնապես տոկոսները չգիտեմ, բայց եթե մշակույթի վրա իսկապես ավելանա բյուջեն, դա նշանակում է, որ կավելանա բյուջեն բոլոր ոլորտներում, սկսած պաշտպանության ռազմական ոլորտից վերջացրած, ասենք, գյուղատնտեսությամբ, անպայման։ Այդ կապը խնդրում եմ ցույց տվեք, էլի պարոն Թոխացյան։ Տեսեք, մշակույթը ինքը դեր Հռոմից, դեր հին Հունաստանից, հին Հայաստանից մեզ հասել է, որովհետև եթե մշակույթով, եթե թատրոնով զբաղվել են անգամ մեր թագավորները, տվյալ դեպքում Վերիշուն Արտավազդին, դա նշանակում է, որ վստահ եմ, որ թագավորը շատ անելիք է ունեցել։ Վստահ եմ դրա մեջ։ Ու քանի որ ինքը նաև ժամանակ է գտել ու զբաղվել է թատրոնով, դա նշանակում է, որ թատրոնին բավականին մեծ տեղ է տվել։ Ու այն ժամանակներից դեր կատարսիս հասկացողությունը մտավ ժողովրդի մեջ ու իսկապես այսօր դա մի քիչ ավելի դժվար է, որովհետև փոխվել է մտածելակերպը, փոխվել է հանդիսատեսը, բայց կատարսիսը ինքն իրան կա ու այն ժամանակվանից դա հասցրել է հանդիսատեսին կատարսիսի, դա եղել է շատ կարևոր, որովհետև դա բարձրացրել է եւ աշխատողնակությունը եւ կրթության հանդեպ սերը եւ բնականաբար երկրի վիճակն է ավելացրել։ Մշակույթը շատ կարևոր է, մենք մի քիչ մոտերի արանքով ենք նայում մշակույթին, բայց ինքը իր դա համակարգային մոտեցում է մշակույթին մատների արանքով նայել, այսինքն այդպես միշտ է այդպես եղել։ Դուք մասնավորապես գործել եք նաև ձեր գուցե առաջի քայլերը կամ սկզբի շրջանը հենց խորհրդային իրականության վերջին այդ շրջանում եք արել եւ հետաքրքիր է միշտ է այդպես, ինչքան որ դուք հիշում եք, միշտ է այդպես եղել, որ մշակույթի ոլորտը միշտ այդպես հետնապահ է եղել։
թե սա վերջին տարիների ֆենոմեն է։ Տեսեք, այն ժամանակ խորհրդային միության ժամանակ, որպեսի բացվեր հանրապետությունում թատրոն, գոնե հանրապետության մայրաքաղաքում բնակաբար, դա լինում էր 10 տարին մեկ։ Այդպես ընդունված էր։ Բայց Կարեն Դեմիրճյանը լուսահոգի կարողացավ նույն ժամանակ Երևանում բացել 3 թատրոն, հաշվի չնստելով Մոսկվայի ուզելու կամ չուզելու հետ, որովհետև գտավ, որ դա շատ կարևոր է։ Դա միայն շատ դրական է խոսում Դեմիրճյանի մասին, այդպես բացվեց Երևանում պետական կամերային թատրոնը, Փոսի թատրոնը եւ Մնջախաղի թատրոնը։ Ես ինչի այդ օրինակը բերեցի, որ այն ժամանակ դեռ ինչքան էլ խորհրդային միությունը այդ իր պրոպագանդայի մեջ, իր գաղափարախոսության մեջ լիներ այսօրվա մեր հայացքից ավելի հետամնաց, ավելի ոչ թե պրոգրեսիվ, այլ ռեգրեսիվ, ինքը տեղ էր տալի մշակույթին։ Այսօրվա օրով դրան ցավոք սրտի գնալով քչանում է մշակույթին վերաբերմունքը։ Պարոն Թոխացյան, կներեք, եթե թույլ տաք մի հատ եկեք բան փորձենք, էլի, այստեղ մի փոքր բան պարզել, էլի, խորհրդային միության որպես պետության, որպես կայսրության նպատակները, քաղաքական նպատակները, համաշխարհային կոմունիզմի կառուցում եւ այլն, մշակույթի մեջ ինչ որ ձևով արտացոլված էին, թե արտացոլված չէին։ Իհարկե արտացոլված էին։ Ընդ որում խորհրդային պրոպագանդիստական գրականությունը, թատրոնը, կինոն, երաժշտությունը, կերպարվեստը դրանց մեջ անպայման տեղ ուներ կոմունիստական գաղափարախոսությունը, բոլշևիկյան գաղափարախոսությունը եւ առաջնորդների պորտրետներ էին նկարահանվում եւ պատերին կպցվում էին նրանց ասացվածքները, խոսքերը, բեմի վրա անպայման պետք է տեսնել Լենինին, Ստալինին եւ մնացած կոմունիստական լիդերներին, ու տենց ամենտեղ, անգամ բալետում դա գոյություն ուներ, բայց միևնույն ժամանակ խորհրդային միությունը այնքան ուներ խորամանկություն, որ մեկ արվեստի տարբեր տեսակներին տեղ էր տալիս։ Նրան ինչ որ պետք է արգելել, աչքերը փակում չէր նայում, տեղ էր տալիս։ Ու այսպես հայտնվում էին, ասենք, Փարաջանովը, այդպես հայտնվում էր Տարկովսկին, ու կարելի է էլի անուններ բերել, Շնիտկեի պես երաժշտություն, Գուբայդուինի պես երաժշտություն, այսինքն մարդիկ, որոնք պրոգրեսիվ էին, որոնք ոչ միշտ էին համընկնում սովետական անգամ գրականության մեջ։ Հանկարծակի մեկ է հայտնվում են գրողներ, որոնք որ մեծականակ չէին տպվում, բայց չէին էլ մինչև վերջ արգելվում։ Չնայած շատ-շատերին բնականաբար արգելում էին ու անգամ ազատվում էին, այդպես նաև մեր գրականության մեջ է եղել։ Երևի հարցիս նպատակը պատկերացրեցիք ինչու՞մն է, որպեսզի կարողանանք հասկանալի լինի մեզ համար։ Ընդհանրապես ճիշտ է այսպիսի հարցադրում անել պետությունը ելնելով իր նպատակներից, ելնելով տվյալ դեպքում պատկերացնենք, որ քանի որ մենք ուզում ենք ազգային պետություն կառուցել։ Պետություն, որը որ ծառայի ազգային, համազգային, հավաքական կարևոր նպատակների, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչության եւ ընդհանրապես դրսում ապրող մեր հայերի։ Մենք մասնավորապես այսպես ենք մտածում, որ ազգային պետության ցուցիչներից մեկն էլ դա է։ Այս պարագայում մշակույթի արչև պետության կողմից խնդիր դնել, այս հարցը ապրելու իրավունք ունի, կարելի է այսպիսի հարց տալ։ Ես կարծում եմ, որ խնդիր դնել մշակույթի արչև մի քիչ սխալ արտահայտություն է։ Ոչ, հա, մշակույթը ինքը պետքա զարգանա, ինքը պետքա տա այն ամենը, ինչը որ պետությունը պետք է որ իրենից։ Իսկ սիգնալը որտեղից ստանա, պարոն Թոխացյան։ Ոչ մի տեղից պետք է լինի։ Մարդ, որը զբաղվում է մշակույթով, որը զբաղվում է արվեստով, ինքը արդեն առաջի հերթին պետք է լինի քաղաքացի, առաջի հերթին։ Սիրի իր հայրենիքը,
որպեսզի սիրի իր պետությունը։ Մեկ-մեկ լինում է, որ սիրում ես հայրենիքը, բայց այդքան էլ համաձայն չես պետության հետ։ Հա։ Դա էլ է։ Գործիչը, մշակույթի գործիչը ողնաշարով է զգում այդ սիգնալը։ Հավաքականության նպատակի հետ կապված Տեսեք, սիգնալը սահմանադրությունը ունի կետեր, որ ինչ չի կարելի պրոպագանդել։ Դա գրված է օրենքով, որ չի կարելի պրոպագանդել պատերազմ, չի կարելի պրոպագանդել պորնոգրաֆիա, չի կարելի պրոպագանդել NN, մի քանի տես բաներ կա, որոնց պետք է անպայման մշակույթի գործիչները դրա հետ համակերպվեն ու անպայման դրա հետ հաշվի նստեն։ Դա շատ կարևոր է։ Մանավանդ, որովհետև արվեստի ու մշակույթի գործիչներից ինչ որ մասը աշխատում է երեխաների հետ։ Երեխաների համար դա շատ կարևոր է։ Հայրենասիրությունը մտցնել երեխաների մեջ, այո, մտցնել չեմ վախենում այս խոսքից։ Ճիշտ ձևի, ոչ թե ստիպել, այլ ճիշտ ձևի մատուցել, որպեսզի երեխան կարողանա սիրի իր երկիրը, հետագայում սիրելով իր պետությունը։ Ու դրա համար այդ բաների հետ պետք է հաշվի նստել։ Չպրոպագանդելով ուրիշի հանդեպ այդ թշնամանքը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա գալով նախորդ հարցին, մենք խորհրդային միության պրակտիկայից ինչ որ բան ունենք սովորելու, նկատի ունեմ ոչ թե հենց գաղափարախոսությունը, բնականաբար դրա մասին չի խոսքը, մենք ոչ անհատի պաշտամունքի խնդիր ունենք, ոչ կոմունիզմի խնդիր ունենք, բայց զուտ մեթոդաբանության տեսանկյունից գաղափարը, որպեսզի պետությունը օգնի, որ գաղափարը մտնի բանի մեջ, մշակույթի մեջ, մեթոդաբանության տեսանկյունից ունենք սովորելիք։ Շատ բաներ խորհրդային միության ժամանակ վերցրվում էր արևմուտքից։ Դա չէր պրոպագանդվում, չէր աչք ծակում, բայց վերցրվում էր արևմուտքից լավ բաները ու քիչ-քիչ մտցնվում էր մեզ մոտ այստեղ խորհրդային միությունում։ Ինչ որ բաներ կան, որոնք որ լավ կլիներ անցնեին այս կողմ, բացի գաղափարախոսությունից կային բաներ, որոնք որ շատ կարևոր էին։ Օրինակ, վերաբերմունքը թատրոնին, վերաբերմունքը արվեստին ընդհանրապես, վերաբերմունքը գրականությանը։ Տեսանելի ձևով, օրինակ, ոնց էր այն ժամանակ արտահայտվում այդ վերաբերմունքը, պետության կողմից վերաբերմունքը թատրոնի նկատմամբ։ Մի քիչ կպատմեք, ոնց էր արտահայտվում դա։ Գնահատականներով, արվեստագետի գնահատականով։ Տեսեք, համ գնահատվում էր մարդ, որը բեմի վրա կամ էկրանում խաղում էր Լենին, ու դառնում էր անմիջապես ժողովրդական արտիստ, անկախ նրանից ուրիշ ինչ արել իր կյանքում, անգամ եթե ոչ մի բան չէր արել, ինքը արդեն դառնում էր ժողովրդական արտիստ։ Դա մի քիչ ծիծաղելի էր իհարկե։ Կամ ասենք ժողովրդական, վաստակավոր եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ տալիս էին կոչումներ կամ որևէ պետական մրցանակներ այն արվեստագետին, այն մշակույթագետին, որը որ ինչ որ շատ ճիշտ բաներ անում, անպայման չէր դա համընկներ խորհրդային պրոպագանդայի հետ, բայց նրան էլ էին անպայման գնահատական տալիս ու այդ արվեստագետը, այդ մշակույթի մարդը էլ ավելի կարողանում էր գործեր։ Մենք այդպիսի օրինակներ ունենք անգամ մեր հայրենակիցների մեջ, որոնք որ մեծամեծ էին իրենց մասնագիտության, իրենց բնակավարներում ու ունեն պետական մրցանակներ։ Արամ Խաչատուրյան, դրանց թվում, այսինքն կարելի է թվարկել, հիմա չեմ ուզում անուններ տալ, որ մեկին չմոռանամ, բան Արամ Խաչատուրյանին որպես վառ օրինակ բերեցի, բայց այսօր որևէ մեկը իրեն թույլ չի տալիս կպնի Արամ Խաչատուրյանին, որպես խորհրդային ժամանակ սենց թենենց, որտեվ դրա իրավունքը չունի, անվիճարկելի հեղինակություն է բնականաբար։ Հասկանում եք, ու տենց Արամ Խաչատուրյանի պես տարբեր մարդկանց օրինակ կարելի է բերել, անգամ որոնք ապրում են մեզ մոտ Հայաստանում եւ գործունեություն են ծավալում մեզ մոտ Հայաստանում, ունեն պետական մրցանակներ, ունեն ինչ որ դափնեկիրներ են եւ այլն, բայց դա չի նշանակում, որ իրենք ամբողջովին տրվել են խորհրդային միության այդ էթիկային, էսթետիկային։ Իսկ այդ արդարությունը հատկապես արտիստներին
պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված այդ արդարությունը ինչպես էր ապահովում, ինչի համար եմ հարցնում, նրա համար, որովհետև վերջին տարիներին կամ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ես ինքս հաճախ լսել եմ խոսակցություններ, դժգոհություններ, ես անուններ բնականաբար չեմ տալու հիմա, բայց տարբեր արտիստների ոչ տեղը, ոչ իրավամբ պետականորեն կոչումներ, պատվավոր կոչումներ, պարգևներ շնորհելու հետ կապված, այսինքն ինչ-որ անարդարության զգացումներ կան։ Ոնց էր այն ժամանակ, օրինակ, այդ արդարությունը ապահովում, կամ թեկուզ հիմա, եթե օրինակ ասենք գանք այդ հարցին, հիմա որպես դիտարկենք պետություն այստեղ անելիք ունի, որպեսզի այդ կոչումների շնորհման գործընթացը լինի արդար, այդ արդարությունը ինչպես ապահովենք, դրա մեխանիզմը ո՞րն է։ Ես ես կարող անելիքներ չունի, որովհետև կոչում հասկացողությունը պետք է վաղուց վերացնել։ Ու 90-ականների սկզբին, երբ որ անկախացանք, մի պահ վերացան կոչումները։ Մի պահ իրենք չկային, հետո նորից ավելացան։ Դուք հասկանում եք, առաջ եթե այդ կոչումները տալիս էին արվեստագետին, դերասանին եւ այլն, դա իրեն հետ բերում էր ինչ որ բաներ։ Ասենք արտահերթ տուն էին ստանում, արտահերթ մեքենա էին ստանում։ Բայց լավ չէր այդպես։ Գնում այդտեղ էլ մի քիչ համ իրավացեր, համ չիրավացեր, որտեղ ասում Լենին խաղացողին ամիջապես էին դա տալիս, մարդկար տարիներով ծառայում էր արվեստին իր թատրոնին, հասկանալի է, չէր ստանում, կամ ստանում էր շատ ուշ, որովհետև ասենք Լենին չէր խաղացել։ Էլի, բայց դրանով ոնց որ արվեստագետին ինչ որտեղ պետությունը իր վերաբերմունքն էր ցույց տալիս, որովհետև աշխատավարձները ցածր էին, էս էին, այդ կոչումներով ինքը դա կոմպենսացնում էր։ Տրանսպորտներ, ծրի տարբեր ժողովրդական արտիստը մեկ ուներ, վաստակավորը մյուսը։ Այսօրվա օրով դա որ կա, տեսեք, ես մի քիչ հանգիստ եմ խոսում, որովհետև այդ բոլոր կոչումները ունեմ։ Այո։ Դա համար ինձ ավելի որևէ մեկը իրեն թույլ չի տա ասի, որ այ ես չունեմ այդ կոչումը նախանձից, հիմա բարբաջում եմ։ Չէ, ունեմ, ստացել եմ, բայց դրանք պետքը չեն։ Ինչ է այս տալիս այդ կոչումները։ Ինչ։ Եթե վերաբերմունք գուցե։ Վերաբերմունքը ժողովրդի կողմից դու նենց էլ զգում ես քո դահլիճում, զգում ես այդ ծափարությունների մեջ, այն վառվող աչքերը, որը որ նայում է քեզ, դրանից ավելի փառավոր, ավելի երջանիկ պահ դերասանի համար չկա։ Այդ կոչումը չի, որ ինձ պետքա ստիպի ավելի լավ խաղամ, ավելի բան անեմ։ Համաձայն եմ, պարոն Թոխացյան, տվյալ պարագայում կներեք կոչումը այսօրվա օրով, ես հիմա ներողություն եմ խնդրում իմ գոլեգաներից, բայց դարձել է կոպիտ հնչում, բայց շան ոսկորի պես մի բան, որը տալիս են դերասանին այնքան որ սսկվի, հա։ Դե դա իհարկե անընդունելի վերաբերմունք է իհարկե, բայց համենայն դեպս պարոն Թոխացյան, դուք այս պահին, դուք ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես, դուք ձեր գործունեության մեջ բարձր մշակույթն եք ներկայացնում եւ ձեր անձով եւ ձեր գործունեությամբ բարձր մշակույթ եք նաեւ պրոպագանդում, ճաշակ եք նաեւ մտցնում, որը որ կարեւոր է, եւ դուք եւ մեր մյուս մշակույթի հարգարժան այլ գործիչները։ Ես ինչու եմ ուզում ձեզ հետ այստեղ համաձայն չլինել այն հարցում, որովհետև կան մարդիկ, կան էլի գործիչներ, ովքեր որ ոչ բարձր մշակույթ են ներկայացնում, բայց նրանք էլ հանրահայտ են եւ նրանց էլ են ծափահարում, սիրում, բայց այստեղ ինչ որ տարբերություն պետք է լինի, չէ՞, պետությունը պետք է չէ ցույց տա օրինակելին որն է, իր համար գնահատելին որն է, որ պետք է, չէ, բարձր մշակույթը, որը որ մի քիչ ավելի դժվար է հասկանալը, ընկալելը, բայց պետությունը պետք է, չէ, կանոնի կարծեմ։ Համաձայն եմ ձեզ հետ, այն ժամանակ էլ էր այդպես։ Կար արվեստի ավելի տարբեր ճյուղեր, որոնցից ոչ բոլորն են ստանում կոչումներ։ Կար գրադասիա։ Սրանց այդքան էլ պետությունը տեղ տալիս էր, բայց այդքան էլ երես չէր տալիս, լավ անվանենք դա այդպես։ Այսօրվա օրով բոլորն են ստանում այդ կոչումները։ Տեսեք, եթե մենք նայենք ցուցակներին, նայենք ովքեր որ այսօր ունեն
ժողովրդականի վաստակավորի կոչում կամ այս մեդալը, այն մեդալը եւ այլն, այսօր բոլորն են ստանում, այնքան մարդ է ստանում, որ անգամ այս, որը որ ունի այդ կոչումը կամ այդ մեդալը, ու սա, որը որ ունի այդ նույնպես այդ կոչումը մեդալը, հավասարացվում են, բայց դա արդար չի, այդպես չի կարող լինել, կարող է ստեղծվի որևէ պետական մրցանակ, ինչ որ մի, տվյալ դեպքում ասենք Ֆրանսիան ունի Պաչոտնի լիգիոնի այդ, որը որ տալիս են ինչ որ SS բաներին հասած արվեստագետին տվյալ դեպքում, կամ որևէ ոլորտում, նույնն է մեզ մոտ լինի, այ դա ստանա իսկապես իր ասպարեզում ինչ որ բանի հասած, ինչ որ շատ կարևոր բան արած հայրենիքի համար, պետության համար, ինչ որ շատ կարևոր բան արած մարդու, այլ ոչ թե դա բաժանվի աջ ու ձախ ամեն մի նախագահ ըստ իր բաների նախասիրության բաժանում այդ կոչումները, դա սխալ Դա անարդար է իհարկե, որովհետև այդպես նաև ստեղծվում է մի վիճակ, որ սկսում են քծնողներ առաջ գալ եւ լավ չի լինում, էլի։ Այո, ցավոք սրտի ու թատրոններում այդ քծնողներին էլ չես կարող մեղադրես, որովհետև ուրիշ ոչինչ դերասանի կյանքում չի կատարվում, համ թատրոնում են աշխատողները շատ են, ոչ միշտ է իրան հաջողվում բեմ բարձրանալ, ոչ միշտ է հաջողվում խաղալ այն դերը, որը ինքը կուզեր կամ որին ինքը արժանի է, որտեվ հերթը իրան չի ասնում, տարիքային մի խոսքով այդտեղ այնքան բարդ բաներ կա։ Չի փոխվում, որով այսինքն եւ բեմի վրա եւ բեմից դուրս ինքը շարունակում է դերասան լինել։ Միայն դա չէ, ուղղակի ինքը չունի հնարավորություն խաղալ այն ինչ որ ինքը ուզում է, այն ինչի որ ինքը արժանի է։ Այդ դա էլ կա։ Ոչ միշտ է դրա հետ կարելի է համաձայնվել, որ ինքն է գտնում, որ ինքը արժանի է, բայց իրականում, բայց համենայն դեպս այդպես շատ է լինում։ Ու դրա համար էլ մեզ մոտ կարող ես տեսնես, ասենք 40-անց, 50-ին մոտ կամ 50-անց Ռոմեոներ, շատ ծեր Համլետներ, որը իրականում երիտասարդ եղել, իսկ Ռոմեոն ընդհանրապես 15 տարեկան տղա է եղել։ Ու տենց չհամապատասխանող բաներ կա, որովհետև Ռոմեո խաղում է այն դերասանը, որը երկար տարիներ թատրոնում է, որը հեսա, որը այնա, դա այն ժամանակ էլ է եղել։ Խորհրդային ժամանակ է կարողն չի որ դա հիմա է, բայց դա ցավոք սրտի որպես էստաֆետա հասել է այս կողմերը ու շարունակվում է։ Դա սխալ է։ Այս վերջերս մի այդպիսի դիպված էլ եղավ, որը խոսում է պետություն բառը չասեմ, բայց ամեն դեպքում պետության պատասխանատվության ու ստեղծագործողի ստեղծագործական ազատության սահմանները խախտելու անթույլատրելիության մասին հանդարտ այգում, երբ որ տեղ ունեցավ բոլորին հայտնի այդ դեպքը, ես կարծում եմ սա էլ է շատ կարևոր պետության համար, պետությունը, որ ինքը պետք է կարողանա պատկերացնի այդ սահմանը, որպեսզի այդ կարմիր գիծը երբեք չխախտվի։ Այո, պետությունը ընդհանուր առմամբ պետք է ինչ-որ պատասխանատվություն կրի, նաև բովանդակության համար մշակույթի, բայց այդ սահմանը, այդ գիծը չպետք է ազատությունը, ստեղծագործողի ազատության սահմանը, ազատությունը չպետք է երբեք խախտի, կարծում եմ։ Համաձայն եմ, 100% համաձայն եմ։ Պետությունը չպետք է խառնվի արվեստի ստեղծագործության իմաստային ոլորտով դրա մեջ։ Դրա իրավունք ինքը չունի։ Կա մշակույթի նախարարություն, որը պետք է ունենա ինչ-որ մասնագետներ, որոնք որ գալիս ընդունում են ներկայացումները, ես չգիտեմ հիմա դա մնացել է, դա թե չէ, ես ինքս պետական թատրոնում չեմ աշխատում, դա համար չգիտեմ ներկայացումները գալիս ընդունվում են, թե չեն ընդունվում պետության կողմից, նախարարության կողմից ավելի շուտ, բայց կա արդեն այդ կոմիտեն, անվանենք դա տենց, որը ընդունում է ներկայացումը կամ եթե
այդքան էլ չեն համակերպվում իմաստային բանի հետ, հրավիրում է ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարը, զրուցվում է իր հետ, առանց դա փակ զրույցը հանդիսատեսի հետ գործ չունեցող, որտեղ որ ասում են, որ այս ինչ բանը արժեր, այս ինչ բանը չարժեր, նա էլ հաստատում է իրեն ճիշտը ու գալիս են ընդհանուրի, երբ որ հետո ներկայացումը խաղացվում է, բայց գալ է այդպես, ընդ որում երկրի վարչապետը ու իրեն թույլ է տալիս կանգնացնի ամբողջ մի դերասանական կազմ, այո, դերասանական կազմ, ընդ որում անվանի դերասանների ու փորձի ինչ-որ բան սովորացնել իրենց երեխաներին, դա ուղղակի աբսուրդ է, այդպեսի բան չի լինում ոչ միտեղ, ինքը կարող է իր կարծիքը ունենալ, իր ճաշակը ունենալ, ինքը կարող է հավանի ներկայացումը կամ չհավանի, դա հնարավոր է, որտեղ չես կարող ասես ինքը պարտավոր է, ինքը պարտավոր չի, ինքը հանդիսատես է, տվյալ դեպքում ինքը գալիս է դահլիճ, անվանենք դա տենց, նայում է ներկայացում ունենալով իր ճաշակը, ընդունելով ճաշակը ասելով, որ ինձ դուր եկավ ներկայացումը կամ ինձ դուր չեկավ ներկայացումը, եւ դա էլ ասելու ձև էլ կա, չէ՞, իհարկե, ու դա էլ մասսայական չի ազդվում, ամբողջ հանդիսատեսի մոտ, որովհետև այնտեղ էլ կա եւս 200, 300, 400, 500, 600 եւ այլն ժողովուրդ, որը ամեն մեկը ունի իր կարծիքը, ու եթե ամեն մեկը սկսի այդտեղ դիսպուտ բացել, իրենց կարծիքները կռվածնել, լավ իմաստով, այդ ուր կհասնենք մենք այդտեղ։ Դե մի մանիպուլյացիա տեղ ունեն։ Իհարկե մեր այս ծրագրային զրույցների ժամանակ ինքը ընդհանրապես տեղ չի գտնում մեր ծրագրային զրույցների մեջ, բայց այսօր ոնց որ առիթ եղավ, միշտ մի այսպիսի մանիպուլյացիա է անում, որ ես սա չեմ անում որպես վարչապետ, ես սա անում եմ որպես քաղաքացի, ես կաթողիկոսի հրաժարականը չեմ պահանջում որպես վարչապետ, այլ որպես քաղաքացի, այսինքն ամեն մի քաղաքացի, սովորական քաղաքացի, հանդիսատես կգա կնստի թատրոն, հետո կկանգնացնի դերասանական կազմին ու կկարողանա իր կարծիքը ասել կամ իր ճաշակը թելադրել, բնականաբար ոչ։ Ինքը որտեղ է իր կարծիքը հայտնել դահլիճում մասսայական լինելով քաղաքացի, չլինելով վարչապետ։ Ոչ միտեղ։ Ինքը որտեղ է իր պահանջը ներկայացնել կաթողիկոսից հրաժարվելու մինչև վարչապետ դառնալը որպես քաղաքացի, երբ է ինքը պահանջել կաթողիկոսի հրաժարականը, կամ դու ախստեղ մի քիչ ուզում եմ ճիշտ հասկանալ, դու ով ես, որ դու կաթողիկոսի հրաժարականն ես պահանջում, կամ թատրոնի կոլեկտիվին քո կարծիքն ես հայտնում մասսայական բոլորի մոտ։ Դու կարող ես հանդիպել կոլեկտիվի հետ, ասել քո կարծիքը, գիտեք, ինձ դուր չեկավ ձեր ներկայացումը, դերասանական խաղը այդքան էլ լավը չէր, ռեժիսորական աշխատանքը այդքան էլ չէր, պիեսը չէր եւ այլն։ Առաջինը դու պիտի դրա իրավունքը ունենաս, այնքան մասնագետ լինես, որպեսզի կարողանաս կարծիքը տես, որովհետև ախր տարբեր ոլորտներում ես ինձ իրավունք չեմ վերապահում բժիշկների մոտ, իմ կարծիքը արտահայտել, ես կարող եմ հետո ասել, որ ինձ բժշկի աշխատանքը դուր չեկավ, ցավացրեց ինձ, բայց դա արվում է իմ առողջության համար, ինձ ծակում են եւ այլն, բացատրում են ինձ, ու ես ինձ թույլ չեմ տալիս դա մասսայական սովորացնել բժշկին ոնց է պետք անել, տվյալ դեպքում խառատին, ուսուցչին, բոլոր մասնագիտությունները, որոնք իմը չեն։ Դե դու ծիծաղելի վիճակում ես հայտնվում, երբ որ դու այդ ոլորտից դու գաղափար չունես կամ շատ դիլետանտիկ վիճակում են քո պատկերացումները եւ դու ինչ-որ բան ես գնում ասում մարդկանց, ովքեր որ այնց ամբողջ կյանքի գործն է դա։ Ու տվյալ դեպքում մենք հանդարտից սկսեցինք, ասեմ, որ հանդարտում շատ ծիծաղելի տեսք ուներ մեր երկրի վարչապետը։ Լավ, շատ ոնց որ ժամանակը գնաց իր հետ կապված քննարկմանը։ Պարոն Թոխացյան, եկեք ոնց որ սահուն անցում կատարենք մյուս խոշոր խնդրին, համակարգի խնդրին, մշակույթի համակարգի խնդրին, նկատի ունենալով հետևյալը, մշակույթի համակարգը պատկերացնենք մոտավորապես, դե որպեսզի աշխատի բնականաբար պետք է գումարներ նաև մտնեն մանավանդ այն հաստատությունները, որոնք պետական հաստատություններ են։ Հիմա մենք ունենք
կամ բյուջետավորումը ինչպես է, հա, քանի որ տեղի ունենում, դրա համար պատասխանատու մարմին կա, տվյալ դեպքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն է։ Հիմա այս թեմայով խոսակցությունների մեջ հաճախ միտք է հնչում, որ մի ժամանակ կար մշակույթի նախարարություն, հիմա մշակույթի նախարարության կարգավիճակը իջեցված է մի հատ առանձին ինչ-որ ստորաբաժանում է մի հատ մեծ նախարարության կազմում, ունենք օրենք մշակութային գործունեության, մշակութային օրենսդրության հիմունքներ անունը կրող օրենք ունենք պետական մշակութային հաստատություններ, ունենք ոչ պետական մշակութային հաստատություններ, ունենք ցածր ֆինանսավորում մշակութային օջախներին եւ ցածր աշխատավարձեր մշակութային օջախներում շատ ցածր են։ Մեր թվերը, երբ որ համեմատում ենք միջին եվրոպական ցուցանիշների հետ, 5, 6, 7 անգամով առնվազն զիջում են մեր ցուցանիշները։ Հիմա այս ամբողջ համակարգային այդպիսի վատ վիճակի արմատը, խնդրեմը որտեղ է գտնվում։ Զուտ համակարգային իմաստով վերանանք այսօրվա քաղաքական իշխանությունից, նրան պատվերներ տալու չտալու հանգամանքներից առհասարակ, սա կարծում եմ թե համակարգային մի փոքր այդպես խնդիր է ու ուզում եմ հասկանալ խնդրեմը որտեղից է գալիս, այս համակարգի մեջ ինչից պետք է սկսել, ինչը չի աշխատում։ Շատ ճիշտ ասացիք, այստեղ պետքա տվյալ դեպքում իշխանությունների մեջ տարբերություն չդնել, որովհետև դա եղել է միշտ։ Ընդհանրապես, քանի որ մշակույթը բյուջեի մեջ ոչ ամենակարևոր տեղը կամ կարևորներից մեկ տեղն է գրավել, այլ ավելի ցածր է եղել, որովհետև մի տեսակ ոնց որ աչքի ծայրով են նայել դրան։ Մշակույթին ընդհանրապես։ Տվյալ դեպքում ես ավելի կարող եմ խոսել թատրոններից, որտեղ մնացած ասպարեզներին այդքան ծանոթ չեմ, ու անկեղծ ասած պետական թատրոնի հիմունքներին էլ այդքան ծանոթ չեմ։ Ես մասնավոր թատրոն եմ ներկայացնում, բայց հասկանում եմ, որ ցածր է ու այն գումարը, որը տրվում է ներկայացում անելու համար, իսկ հետո մասնակցող դերասանները կամ ընդհանրապես դերասանները վարձատրվում են, դա շատ ցածր է, բնականաբար դերասանը ոչ ամբողջովին է տրվում իր աշխատանքին բեմի վրա, այլ մանա գալիս այլ ցուցիչ վարձատրության, դա կլինի հեռուստասերիալներ, կլինի ռադիո մեկնաբանություն եւ այլն, ֆիլմի թարգմանություն, այսինքն գտնում է ինչ-որ տեղից ու այտենց իր ամբողջ օրը չի կոնկրետանում որևէ իր բուն մասնագիտության վրա։ Փողի բաշխման մեխանիզմի խնդիրն է այստեղ, պարոն Թոխացյան։ Նաև փողի բաշխման մեխանիզմ, այո։ Որովհետև տեսեք, պետական թատրոնը, ընդհանրապես մշակույթի նախարարությունը այդ այն եզակի դեպքերից է, որը որ մենք ստացել ենք խորհրդային միությունից։ Փոփոխություն չկա նախարարության մեջ, թե իր կազմով, քանի հոգի են աշխատում այդ նախարարությունում, թե ինչպես է վերաբերվում իր նախարարության իր տակ գտնվող հաստատությունները եւ այլն եւ այլն։ Հենց էլ այդ նախարարությունը մի առանձնապես աչքի չեր ընկնում։ Հիմա էլ մցրեցին մի ինչ-որ մեծ նախարարության կազմի մեջ, էլ ավելի ինքը ուժասպառ եղավ։ Էն չի։ Իմ կարծիքով դա միգուցե սխալվում եմ, բայց ես կարծում եմ, վերցնելով անգամ մասնավոր թատրոնի հիմունքները, որ ամբողջ մի նախարարություն գոնե թատրոնների ու կինոյի համար շատ է, աշխատողները շատ են, դա պետք է լինի պրոդյուսերների մի խորհուրդ, ճիշտ մասնագետներ իրենց մասնագիտության մեջ, իսկ լավագույններին կարելի է գտնել, ու դա անպայման չի լինեն լավ դերասաններ, լավ ռեժիսորներ եւ այլն, դա պետք է լինեն մասնագետներ, պրոդյուսերներ։ Այն մասնագիտությունը, որը մենք համարյա թե չունենք,
որովհետև թատրոնի պրոդյուսեր այսօր մենք Հայաստանի սահմաններում ունենք 1, 2, 3 կարելի է հաշվել։ Մեր թատերականը այդ նման կրթություն տալիս է, դուք տեղյակ եք, թե չէ։ Կա պրոդյուսերական ֆակուլտետ, բայց ցավոք սրտի ավարտելուց հետո թատրոնում այդ պրոդյուսերներից քիչ մարդ է մնում։ Հասկացա։ Համարյա չկա։ Իսկ պրոդյուսերը ամենակարևոր դեմքերից է։ Քիչ է մնում, պարոն Թոխացյան, որովհետև որակավորումը արժանահավատ չի, լավը չի, կրթությունը ստացած, թե պարզապես գործունեության պայմանները Հայաստանում Իսկով պետք է դասավանդի։ Ուղեղների արտահոսք է լինում, ոնց է լինում։ Պետքա լինի այդ պրոդյուսերը, որ ինքը դասավանդի։ Հասկացա։ Այսինքն այստեղ համակարգային կրթության խնդիր կա։ Իհարկե։ Կան պրոդյուսերներ, որոնք հաջողության հասել են, անգամ չլինելով մասնագետ, բայց լինելով հմուտ մասնագետ, իրենք մեկ-մեկ մեր բախտը բերումը բացում են կուրս, ունենում են ուսանողներ, տալիս են իսկապես հմուտ պրոդյուսերների շրջանավարտներ, որոնք որ տարբեր ասպարեզներում իրենց անունները լսում ես, համերգային, գովազդային, կինոյում, բայց թատրոնում չես հանդիպում։ Թատրոնում այսօր Արմենին Համբարձումյան կարելի է օրինակ բերել, որը որ մի ժամանակ թատրոնում Տիգրան Ներվիրաբյան Գյումրու թատրոնում երբ որ աշխատում էր, հետո կորցրեց այդ գնաց իրան հանձնեց տարբեր բաների, մի խոսքով չխորանանք դրա մեջ, բայց որպես թատրոնի պրոդյուսեր մենք իրան կորցրեցինք։ Ու տենց Եվ շարունակելով ձեր միտքը, այսինքն լինեն պրոդյուսերներ տարբեր ոլորտների, որոնք եւ կորոշեն թատրոնները թե ոնց անել ներկայացումը, որովհետեւ այսօր ռեժիսորն է, գլխավոր ռեժիսորն է մտածում կամ գեղարվեստական ղեկավարն է մտածում ոնց է թատրոնի տնտեսությունը յոլա տան, ախր դա իր գործը չի։ Պետք է նրան միայն թողնել ստեղծագործական հատվածը։ Իհարկե, ինքը պետքա իր ամբողջ գլուխը կոտրի նրա վրա, որ ընտրի պիեսը, որը պայմանավորի թատրոնը, ընտրի դերասաններին, որոնք պետքա մասնակցեն, այ դրանով պետքա։ Այսինքն շատ ֆորմալիզմ ու բյուրոկրատիա այսօր փաստացի ունենք, այսինքն նույն ռեսուրսը, որ գնում է ինչ-որ ֆորմալ բյուրոկրատիկ գործընթացների վրա, պետություն, մշակութային օջախներ հարաբերություններում, կարելի է ներդնել ունենալով պրոդյուսերների խումբ, ովքեր որ մասնագիտորեն կզբաղվեն եւ կաջակցեն։ Այո։ Տեսեք, մի ֆինանսների բաշխումը, պարոն Թոխացյան։ Մեզ մոտ անգամ մտավ այդպես, ես չգիտեմ հիմա դա կա թե չկա այդ օրենքը, բայց մի ժամանակ էլի շատ հիմար օրենք կար, որ ամեն մի թատրոն պետքա ներկայացներ նախարարությանը իր ռեպերտուարը ամբողջ տարվա, որ ես բեմադրել եմ սա, ու եթե հանգարտ ինքը ուրիշ բան էր բեմադրում, դա պրոբլեմ էր։ Իսկ տենց չի կարող ազատ արվեստագետ լինի։ Այս մարդը այսօր անում է Պեպո, վաղ ուզում անի Համլետ։ Այո։ Բայց գրել է պատվի համար ու հանգարտ իրան չի կարելի։ Տենց բան չի։ Բանաստեղծից պահանջես կոնկրետ գրի լինի, էլի, այո։ Մառազ։ Ոնց բանաստեղծին փորձեն, տեսեք, Խորհրդային Միությունը անգամ Շիրազին ու Շիրազի պես պոետներին իրան թույլ չէր տալիս խառնվեր իր պոեզիայի մեջ։ Կարող էր չտպել, կարող էր իր գնահատականը չտալ, կարող էր կարող էր հասցներ նրան, որ այդ մարդը դառնար հարբեցող, լներ, բայց պոեզիան միևնույնակար ու անգամ մեծամեծերը երկրի հաշվի էին նստում Շիրազի հետ, որովհետև կոնկուրսի քարտուղարները գալիս գնում էին Շիրազը հավեր։ Ես հիմա ասելով Շիրազ նկատի ունեմ էլի մեջ շատ ու շատ պոետներին, այո, Պարույր Սևակ, Գևորգ Էմին, շատ կարելի է պոետներ օրինակ բերել, բայց դուք հասկանում եք, այդ մարդկանց չէր կարելի ձեռք տալ։ Կարող են խորհուրդ տալ ու վերջ,
Դրանով ավարտվում։ Պետությունը պետք է հարգալից մոտեցում ցուցաբերի մշակութային հաստատությունների նկատմամբ եւ հարգի նրանց ստեղծագործական ազատությունները եւ երաշխավորի այդ ստեղծագործական ազատությունները։ Որովհետեւ մենք կհասնենք նրան, եթե այդպես լինի։ Հիմա էլի շատ վատ օրինակ կբերեմ, այլ կհասնենք Հիտլերի մոտեցմանը, Այո։ որը սկսեց վառել գրականությունը, ելնելով հեղինակի ոչ թե մտածելակերպից, այլ հեղինակի ազգությունից։ Կամ կողմնորոշում։ Մենք կարող ենք դրան գալ։ Իսկ դա շատ վտանգավոր է, շատ վտանգավոր ու ապրի գերմանացի ժողովուրդը, որը որ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ դրա տակից դուրս գալ ու հիմա ունենալ իր գրականությունը։ Պարոն Թոխացյան, խնդիրները բնականաբար շատ են եւ իմ ընկալածներից մեկի մասին էլ փորձենք կարճ խոսել, այն որ մշակույթը, մշակութային կյանքը գերկենտրոնացված է այսօր, անհամաչափ գերկենտրոնացված է Երևան քաղաքում։ Եթե վաղը, օրինակ, ինչ որ ենթադրենք, ես եմ պատասխանատու եմ մշակույթի ոլորտում պետական քաղաքականության համար, ինձ ինչ խորհուրդներ կտաք, ինչ անել այս գերկենտրոնացված վիճակը փոխելու համար, ինչից սկսել եւ ինչ անել։ Տեսեք, առաջին հերթերից մեկը դա պետք է խոսալ այն մյուս նախարարի հետ, որ զբաղված է շինարարությամբ, որպեսզի շրջաններում գյուղական միջավայրում ստեղծվեն մշակույթի պալատները, որոնք նաև պահպանվել են, հիմնանորոգվեն, համապատասխան այո, ենթակառուցվածքներ կարողանան ենթարկվել բեմը թատրոնի պահանջներին, համերգի պահանջներին եւ այլն։ Միգուցե Երևանի դահլիճների պես, չնայած Երևանում էլ առանձնապես շատ դահլիճներ չունենք, որոնք որ համապատասխանեն այսօրվա կանոններին, բայց գոնե ինչ որ լույս, ինչ որ ձայն, ինչ որ հարմարություններ բեմական ունենան, որպեսզի քաղաքում, եթե գյուղը չունի իր թատերախումբը, քաղաքից թատերախմբեր գնան խաղալու գյուղերում։ Իսկ դա շատ կարևոր է, այ Խորհրդային Միությունը դա անում էր, պարտավորեցնում էր թատրոններին, որոնք որ մայրաքաղաքներում էին, գնային այսինչ շրջաններում, այսինչ ներկայացումները խաղային թատրոնների վրա, անգամ պլան կար դրած, որ դուք այսինչ գյուղերում պետք է խաղաք։ Միգուցե դա չափազանցություն է, բայց դրա պետքությունը շատ կարևոր է։ Այսօր էլ մեր պետությունը պետք է գտնի իր մեջ հաստիկներ, կամ ոնց է դա կոչվում, ես չգիտեմ, բյուջեի մեջ ինչ-որ գումար, որը որ իրեն թույլ կտա թատրոններին ուղարկել շրջաններում խաղալ։ Դա շրջանի ժողովրդի համար առաջերտին, երիտասարդության համար առաջերտին, որը որ եթե վստահ լինի, որ իր երեկոների մասին մտածվածը ֆիլմի ցուցադրություն կլինի, համերգ կլինի, ներկայացում կլինի, միգուցե լեկտորիում կլինի, ինչ որ մի հետաքրքիր մարդու հետ հանդիպում կլինի եւ այլն, այդ երիտասարդը ավելի քիչ կգնա գյուղից, քան հիմա ինքը գնում է։ Միգուցե դա իրան աշխատավարձ չի ավելացրի, միգուցե ինքը չունի այդ գումարները, որ տա ու գա այդ ամեն ինչին մասնակցի, դրա մասին է պետք մտածել, բայց դա շատ կարևոր է։ Այո։ Այսինքն շատ ճիշտ եք ասում, այստեղ էթիկական խնդիրներ կան, չափանիշներ կան, որ մարդը բնակվելով գյուղում կամ փոքր քաղաքում, մարզի, իրեն կարևորված է նաև զգում պետության կողմից, իր վրա ուշադրություն է տեսնում, երբ որ պետությունը նպաստում է, որ մշակութային հաստատությունները իրենց ստեղծագործությունները ներկայացնեն նաև փոքր քաղաքներում, գյուղերում եւ դրանով վերաբերմունք արտահայտեն։ Ցույց տան, որ ինչքան կարևոր են ներկայացումներ տանեն, անպայման չասենք մեծ ներկայացումներ,
ցանկալի կլներ, բայց հնարավոր չի մեծը տանել, դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Իհարկե։ Դեկորացիան տանել, որը որ շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Ավելի քիփիլիկ բաներ անել, Իհարկե։ ավելի փոքր։ Իսկ ինչու միգուցե էլի ես սիրողական բան եմ ասում, բայց ինչու թատրոններին չխնդրել կամ թեկուզ պարտադրել անել որևէ ներկայացում քիչ քանակությամբ մարդկանցով կամ շատ թեթև դեկորով հատուկ շրջաններ տանելու համար։ Տարվա մեջ մի հատ այդպիսի ներկայացում իրեն թույլ տա, որպեսզի գնա խաղաղ շրջաններում, որտեղ շրջկենտրոններում հիմա փառք Աստծո վերականգնվում են թատրոնները։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որտեղ հիմա Գյումրու թատրոնը ու Վանաձորի թատրոնները երկու ամենախոշոր քաղաքները Երևանից հետո սկսել են գործել ու ակտիվ գործել։ Ղափանում ես գիտեմ, որ թատրոնը շատ լավ վիճակում է, Գորիսում, Արտաշատում, Աշտարակում պետք է ուշադրություն դարձնել շրջանային թատրոնների համար։ Գուցե էլ անպայման չի, որ Երևանից թատրոնը գնա հասնի ընդեղ խաղալու համար, այլ իրանց շրջկենտրոնի թատրոնը հենց ինքը կարող է ապահովի գյուղերը ներկայացումներով։ Դա շատ կարևոր է։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, պարոն Թոխացյան, շատ կարևոր դիտարկումներ անելու համար, շատ տեղին շեշտադրումներ անելու համար, որը որ ինձ էլ, մեր հեռուստադիտողին էլ եւ շատ այլ մարդկանց էլ մտորելու, մտածելու տեղիք է տալիս եւ ավելի ու ավելի պարզորոշ է դարձնում մեր հայացքը մշակույթի հետ կապված անելիքների վրա։ Ես մեկ անգամ շնորհակալ հրավերի համար, շատ կարևոր թեմայի մասին ենք խոսում ու նորից եմ կրկնում, իմ միգուցե դիլետանտի պես է արտահայտում իմ մտքերը, որովհետև ես ներկայացնում եմ մասնավոր թատրոնը ու ոչ լավ եմ ծանոթ պետական ոլորտի հետ, բայց ես ասեցի այն, ինչ որ ես կուզենայի, որ լիներ։ Մեր մտքերն ենք նաև ապրոբացիանում, ոչ մի շատ շնորհակալ եմ, պարոն Թոխացյան։ Համեցեք։ Հաջողություն։